Թիմակիցները հայտնվել են հետական կրիմինալ իրավիճակում։ Թիմակիցները չեն հայտնվել։ Ձեր արժանի Պետին ձերբակալել էին, ձեր թիմակիցը չի։ Հիմա ազատ ենք։ Հրաժարական չի ներկայացնելու։ Ինչի՞ համար։ Օրինակ, Որտեղ է մասնակցությունը։ ձեզ կրտուքի։ Իմ տվյալներով ինքը միջոցառման ժամանակ։ այդպես չի եղել։ Խնդրում եմ ձեր հարցերը ուղղեք իրավապահներին, երեկել ես ձեր գործընկերներին բարձրաբանում եմ տվել։ Օրինակ, փառատոնի միջադեպ տեղի ունեցավ, երբ համայնքի ղեկավարը կապ չուներ ըստ էության տվյալ գործի հետ հրաժարականի դիմում ներկայացրեց։ Արձանի համայնքի ղեկավարը այնտեղ գտնվել է զուտ այդ ծես կրտուկը դադարեցնելու նպատակով։ Մնացած մանրամասները կազմակերպությունն է եղել։ Չէ, Ձեզ կրտուկը դադարեցնելու համար է այնտեղ գտնվել, բայց ձերբակալել է։ Ինչ կլինի, պարզաբանման համար ձերբակալել են, բաց են թողել մի քանի ժամ հետո։ Հիմա որ լրագրողների միջև միջադեպը կանխելու համար դուք բաժանեք ձեզ ձերբակալեն, դա ո՞նց եք։ Տեսեք, մանրամասները պարզաբանելու համար, գուցե եւ մի քանի ժամով ձերբակալելու համար որոշում կայացվի։ Բայց ձերբակալումը ինչ որ տվյալ ունեն, ձերբակալումը դե ասում եմ մնացած տվյալները պարզելու համար խնդրում եմ դիմեք իրավ, այո, խոսել եմ եւ նա հերքել է իր մասնակցությունը, այո, իր մասնակցությունը ինքը հերքել է։ Սկզբանե եղել է Ոչ, Ժողովուրդ ջան, ինքը կեսից է իմացել, որ համայնքում նման իրադարձություն է կատարվում, գնացել է կանխելու։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանի քեռու տղան կարծեմ Վանյան է, երևի ինքն է։ Չգիտեմ, մանրամասներին չեմ տիրապետում։ Ռոմանոս Պետրոսյանը առասարակ խառնում է մարզի գործին, ասում են դեռ իր լեցակներ ունի։ Ռոմանոս Պետրոսյանը մարզի քաղաքական պատասխանատուներից մեկն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է, իհարկե պետք է խառնվի մարզի քաղաքական գործերի մասին։ Ոչ միայն քաղաքական։ Այլ բաների ես չգիտեմ։ Այո։ Դուք հիշում եք Նիկոլ Փաշինյանի այս տեսակետը։ Այո։